Երկու բար խոսացի, այսօր շարունակեմ այդ թեման, մի փոքրի մեջ, կարճի մեջ։ Մեր երկիչ երկչուհիներն ուր են արվեստագետները։ Ում հենց պարգևատրումներ ատև է, հա, գումարային, չգիտեմ, 1000 ձևի նվերներ ատև է Սամվել Կարապետյանը։ Ընդ Թաթային նշեցի, հա, Դումիկյան Արկադին, բայց ընդ էլի մարդիկ կան։ Էլի մարդիկ կան, որ ասենք հեսա, որ ցուցակը ասես բացում եմ, խելռում եմ։ Արման Հովանիսյան, ուր ես։ Երկիչ Արման Հովանիսյան, ուր ես։ Ամերիկայում ես։ Չէ, բա ուր ես։ Սամվել Կարապետյանը կալանքի տակ է։ Մեր բոլորի եկեղեցու երկու սրբազան հոգևորականներ կալանքի տակ են, սրբազաններ։ Բարձրաստիճան։ Եվա Ռիվաս, ուր ես։ Երկչուհի Եվա Ռիվաս, աշխարհով մեկ գոռում ես, որ դու հայ ես, ուր ես։ Երկու բար խոսալ է, ամոթ, հա։ Չէ։ Կարող է ասեն դու մտնում ես քաղաքականություն։ Դու արդեն քաղաքականության մեջ ես, եթե դու ներկայացնում ես հային որպես ազգ։ Քրիստինե Պեպելյան, որ հետևը ձեռները սենց անելով, չէ, երգում է իր քամագդ խաղցնելով, ուր ես։ Ուր ես Քրիստինե Պեպելյան։ Հե։ Ուր ես աղջիկ ջան։ Էլի ԱՄՆ-ում ես։ Արտաշ Ասատրյան ջան։ Ծնունդով էջմիածնեցի։ Սուրբ Սարգիս ես կգնամ, 2 հատ մոմ կվառեմ, երգում էր քո երջանկայի շատակ հայրը։ Արամ Ասատրյանը։ Հիմա մի հոգի ապականում է մեր բոլորի եկեղեցին, ուր ես։ Հե։ Թե սպասում եք մեր երկրում մի հատ արհավիրք, պատերազմ պտի լինի, որ մի $5000 հանեք, ճպսնեք, ասեք, ես իմ հայրենիքի մասին եմ մտածում։ Ուր ես Արտաշ ջան։ Հետո ինձ է կանոն դնեմ, մյուսին է կանոն դնեմ, Պողոսին է կանոն դնեմ, որ մենք ապրելով Ռուսաստանում ռսացել ենք, հա, բա դուք ինչացել եք, Մեքսիկ եք դարը, արաբ եք դարը, ինչ եք դարը, ամերիկացի եք դարը, էլով կա, Թաթա Սիմոնյանի մասին ասել եմ, այ մարդ կես բերան քննադատական խոսքով, ընչի հանդես չեք գալի, նույն ինքը երկչուհի Սիրուշոն, խի հանդես չեք գալի, հելեք ասեք մենք որպես Սիրուշո, Թաթա Սիմոնյան, Արման Հովանիսյան, չգիտեմ, Եվա Ռիվաս քննադատում ենք այն բոլոր քայլերը, որ անում է այս բոզի տղեն հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Այս բոզի տղու բառի փոխարեն պիկ դրեք, եթե ուզում եք կիսվեք, այն որ պիկ անեմ։ Էլով կա։ Նունե Եսայան։ Կռունկ էիր երգում, ինչ էիր երգում։ Ուր ես աղջիկ ջան։ Հե։ Ուր ես աղջիկ ջան։ Չկաս, բախի չկաս։ Ձեր բոլորին նվերներ, պարգևներ տվել է Սամվել Կարապետյանը, ով ընդամենը ասեց ես կանգնած եմ իմ եկեղեցու կողքը, տարան Դուբլին։ Դրանից հետո կալանավորեցին Բագրատ Սրբազան, հիմա էլ Միքայել arczepiskopos Աջապահյան։ Ուր եք աղջիկ ջան։ Ուր եք տղաներ, երկիչ երկչուհիներ, փումփուլիկներով պարողներ, ուր եք։ Համի որ 18+-ի ֆորմատով անդրադառնամ ձեզ, դու net կգա, չէ։ Կասեք ինքը Խուժանն է։ Ես եմ Խուժան, թե դուք, ձեր անտարբերությամբ։ Հե։ Էլով կա։ Մարգարիտա Պոզոյան, էդի ովա չեմ ճանաչում։ Ուր ես աղջիկ ջան։ Տիկին ջան, ուր ես։ Տես ջանով, Ղուրբանով։ Համերգի վաղտ։ Իմ սիրուն կռունկ, հա, ձեռքերի շարժում, հեզա ճկուն պար, գումարը եկավ քարտի վրա կամ նալիշկա։ Մենք Սամոյին չենք ճանաչում։ Դու ճանաչում ես Սամոյին, չէ։ Հա, փագել են, 2 ամիս հետո կթողեն։ Հա, ձեր կալանավորել են Միքայել Սրբազան, 2 ամիս կթողեն։ Թույնք իրան խելոք պահեր։ Ձեր նման խելոք պահեր իրան, հա, էլով կա։ Արկադի Դումիկյանին արդեն ասել է։ Ինգա և Անուշ Արշակյաններ։ Ուր եք աղջիկ ջան, զույգ քրեր։
Ինչ նազանքով, երազանքով են, որ ռեպաճկուն պարեր եք է պարեմ, որ մանրից մեր ազգային պարերը վերածվում են ռեպաճկուն պարերի։ Ուր եք, բան չկա ասելու, կա չէ, ամոթ հա, խի ամոթ։ Ամոթն ենա, որ վաղա ձեր երեսին նայելու է ուրիշ ազգը, կապ չունի, դուք ԱՄՆ-ում եք, Ֆրանսիայում եք, Իսպանիայում եք։ Մտքի մեջ ասելու է, այ դու անինքնասեր, քո եկեղեցուն վիրավորում են, ԱԱԾ-ն մտնում է քո եկեղեցի, դու դեռ հայկական դրոշը քո մեքենայի մեջ դրած, շարունակում ես երթևեկել լորկե երգելով, բայց լորկեն Այդա Սարգսյանն էր երգում, եթե չեմ սխալվում։ Կամեդի կլաբի հիմնադիրներից մեկ, Գարիկ Մարտիրոսյան ջան, ուր ես։ Ես քեզ որպես մարդ, որպես երգիծաբան, որպես հումորիստ շատ եմ հարգում, որպես հայի տեսակ։ Խոսք չունեք ասելու հարգելներս։ Ձերբակալել մի մարդու ուղղակի ասելա, ես կանգնած եմ եկեղեցու կողքը։ Արա, հայերենը մոռացել եք, ցավներ տանեմ, Գարիկ քո մասին չի խոսքը, դու հայերեն լավ էլ խոսում ես։ Ռուսերենով ասեք, անգլերենով ասեք, ավելի պայծառ։ Քննադատական մոտեցում ցույց տվեք, որ դուք ոչ թե մեռած թաղացի կարգավիճակում եք, այլ դուք կաք։ Դուք կաք ներկայացնում եք հային աշխարհի տարբեր անկյուններում։ Բայց դուք ինչ մոտեցում ունեք մի հոգի շիզոֆրենիկի կատարած քայլերի նկատմամբ։ Կարակ անեք, կարակ ցանկության դեպքում, բախի ցանկություն չկա։ Ես չեմ հասկանում, ասենք հասել ենք այն կարգավիճակին, որ պետք է ձեզ քեշ փող տանք, որ դուք հլեք հայի անունից խոսաք, որպես քիչ թե շատ հանրաճանաչ երգիծաբաններ, չգիտեմ, երգիչ երգչուհիներ, քաղաքական գործիչներ։ Հա? Գումարով արդեն որոշում ինքնասիրության պատվի գործոնը։ Այդ ձևաց էր մոտ։ Գումար, հա։ Վաղը որ քեշ փող տան, կգնաք Թուրքիա, Ադրբեջան երգելու, բայց արդեն իրանց դրոշի տակ։ Խի չէ որ, գնացեք երգեք։ Գնացեք հումորային հաղորդումներ անցկացրեք։ Թե ձեր մեջ այդ պահին է, որ ասма մի մոմենտ հիշամ վերջում ես ցեղասպանված հայ ազգի ներկայացուցիչ եմ, ես չեմ էթա Թուրքիա։ Կարող է էթակեն վիփովել դուրս գաք այրոպորտից, որ ձեզ տեսնող չլինի, նկարող չլինի դե, որ դուք գնացել եք Թուրքիա կամ Ադրբեջան համերգների։ Խի չեք խոսում։ Խի չեք մի հատ քննադատական խոսք ասում։ Թվարկեցի մի 10 հոգու ելեք խոսացեք։ Խոսեք։ Հայաստանում գործող քաղաքական իմպոտենտ կուսակցությունները խի չեք խոսում։ Ստատուսներով չէ, խոսում։ Իմպոտենտ, որ նայում ես, Հայաստան երևի այդքան մարդ չկա իշխան կուսակցություն։ Խի չեք խոսում։ Խի չեք ելնում ասեմ, այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը հակապետական, հակաքրիստոնեական քայլեր է։ Չի կարելի։ Երբ ընտրություն են, հա։ Կարող է ժողովուրդը այն մասը, որ ասում են Նիկոլն ինչ անում է լավ անում, հիասթափվի ձեզնից, դուք ձեր էլեկտորատը կորցնեք։ Հա։ Լուրջ եք ասում։ Հիմա ձեր համար դուք նստած արդեն, որ 2026 թվին այդքան ամիսներ կա։ Դուք այս պահին չեք մտածում ինչա կատարվում, դուք մտածում եք 26 թվին մտնեք քաղաքական պայքարի մեջ ձայն գողանալու համար։ Արամ Զավենի Սարգսյան, Վազգենի քուրն ես, խլես չեմ անի։ Քո կողը նկարված Մասիս Մելքոնյանը։ Չկամ ինչ կասեր Վազգեն Սարգսյանը, եթե այդ նկարը տենար, կանչեր քեզ ասեր Արամ, այս քո կողի նստած բոզի տղեն, հենց տենց։ Էս ումա տանում կալանքի։ Արքեպիսկոպոս Աջապահյանին, Բագրատ Գալստանյանին, հա։ Որպես ինչ պետք է պատասխաներ Արամ։ Պետք է ասեիր Պուտինն է մեղավոր։ Հա։ Թեն
Բաբելոնյան պորնիկի ժպիտը իրեցիդ են սքեմը քաշած։ Պետք է ասեիր, ապեր ես տեղյակ չեմ, էսի միամիտ նկար է ստացվել, մոնտաժ է։ Հետո ասում եք, մենք ենք ուրացել սրան կամ նրան։ Եթե մի մարդ կարա ուրանա իր եղբոր արած գործը, իր աղբոր արած ամեն ինչը, ու հանգիստ նայի այն ամեն ինչին, որ հոգևորական են ձերբակալում, ուրեմն ինչ ասեմ, հալալա ձեզ։ Շարունակեք նույն ոճով, ոչ մի խնդիր։ Ես ակողից նայեմ, ասեմ լավ։ Սկսում եմ համակերպվել այն մտքի հետ, որ ես հայ ազգի ներկայացուցիչն եմ։ Առայժմ այսքան։ Պրոստը երեք անուններ հնչեցրեցի, մի քանի անուն մոռացել է, ես որ եկավ ցուցական։ Ովքեր մասնակցել են համերգնի, ով ֆինանսավոր է կազմակերպել է Սամվել Կարապետյանը։ Շարունակեք նույն տեմպով, նույն ոճով։ Հետո գոռացեք, մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում։ Պարզապես մենք էլ պիտի ընդունենք, որ մենք միայն մենք Արարատ ունենք։ Եվ որ այստեղ է Բարձիկ Սևանում երկինքի իր ճիշտ պատճենն է հանում։ Շարունակեք։ Ես էլ էտա երկու ձեռով էտա ապլադիսմենտի կիտամ ձեզի ծափահարություննի։ Շարունակեք։ Դարել եմ կիսա հոգեկան։ Այդ է չնջեմ ես Facebook-ը սիտիրել եմ բթա։ Երևի ճիշտ տարբերակն է կլինի։